Այսինքն 172-ին գումարում ենք 190 միլիոն։ Առաջիկա 3 տարիների համար։ Ես հիշում եմ ինչերի միջով անցանք, միջև այդ երամյա պայմանագրերը կնքեցինք։ Որովհետև ռիսկը շատ մեծ էր, որովհետև պետական բյուջեի փողը տալիս ենք, ըստ էության ներդրում ենք անում եւ հայտնի չի ինչ կստանանք։ Մենակ մի քանի անգամ այդ թեմայով անվտանգության խորհրդի նիստ ենք արել։ Նկարեցիք։ Բայց ի վերջո կայացրինք որոշումը, որ մեկը պետքա տանք։ Նկարեք 155-ը, որը մտնում է 150։ Եվ իմիջայլոց ուզում եմ ասեմ, հələ մի հատ ինձ ցույց տուր, ուզում եմ ասեմ, որ ժամանակ կար, որ մեզ ընդհանրապես ոչ մեկ զենք չէր մատակարարում, ձեզ հայտնի պատճառներով, չնայած ոչ մեկ ասելը տենց շատ ընդհանրական է, այդ վաղ շատերը չկային էլ։ Եվ մեր հույսը 120, 68 եւ 82 ու մենք մեծ արտադրություն դրեցինք եւ այդ ժամանակ որոշակիորեն, այսինքն մեր պաշտպանունակության առաջին շերտը որ դրեցինք, այդ հետո էր որ մենք ուրիշ քաղաքական որոշումներ կայացրինք այդ ամեն ինչը հասկանալով եւ արդեն միջազգային շուկա մտանք եւ այդ ժամանակա որ երամյա պայմանագրերի այդ որոշումը կայացվեց, որ մենք պետքա 170 միլիարդ դրամ մեր ռիսկով, որովհետև կարար ձախով էր, ընկերություններին ուղղակի սենց փող ենք տալիս, ասում ենք արտադրեք, փող ենք տալիս, ասում ենք արտադրեք, ու շնորհակալ եմ, որ մարդիկ հիմնականում, նու պարզ է, որ այդ պայմանագրերն են չեն, որ ինքը պայմանագրային որոշակի մեխանիզմներ ներդրված է, ու շատ շնորհակալ եմ, որ մեր ռազմարդյունաբերական համալիրը այդ նեղ վիճակում մենք ամփոփել ենք որպես հաջողված ծրագիր։ Արդեն ամփոփել եք։ Դե ինչքան բան են բաց թողես արտակարգին դարձ։ Բացի Սուրենը էլի կարևոր բան կա, մշակում կա, որ մենք նաև նշանորդներ ենք արտադրում։ Այսինքն մենք հիմա փաստացի արտադրում ենք ամեն ինչ պետք է որպես մենք արտադրական կանցնենք պաշտպանության նախարարությանը, բացառությամբ ներմուծման կարիք ունենք հումքի, մասնավորապես պայթուցիկ նյութերի։ Մնացած ամեն ինչ, այսինքն ցանկացած դետա հիմա արտադրում է մեր ընկերության կողմից նշանորդներ ականանետերի համար, հիմնական լիցքեր, լրացուցիչներ, պայթուցիկներ, պայթուցիչները, այնան մի քանի տեսակ նույնիսկ ունենք արդեն ցուցադրում, ինքնաբավության եթե կատարյալ մակարդակ։ Ես իրոք չէի ֆիքսել, որ ստորագրել, գիտեի, որ վերջնական փուլում ենք, բայց չէի ֆիքսել, որ արդեն ստորագրել ենք, շատ լավ նորություն է։ Այսինքն շնորհակալ որ բոլոր փորձարկումները անցել է եւ սխեմաները ամբողջը լուծված է։ Հոյակապ է։ Հրավիրում ենք մեր գործարանը։ Կգամ հաճույքով։ Դավառո էլ պետք է գնամ։ Հա։ Ու հիմա էլ գախնի չենք գնալու գործարաններ, հա, փաստորեն, ասում եմ էլ գախնի չենք գնալու գործարաններ։ Արդեն, այս իմ ասած արտադրանքներն են, որ 2021-22 թվականներին, երբ որ մեր զենքի մատակարարումները փակել էին, որ մեզ նաև որոշակի որոշումներ պարտադրեն, մենք որոշում կայացրեցինք եւ բանակը լայնորեն սկսեցինք համալրել այս միջոցներով, այսինքն ինչ որ արտադրված է Հայաստանում, շեշտը դնում էինք Հայաստանում արտադրվածի վրա, միջև այն պահը, երբ որ որոշումներ կայացրեցինք եւ արդեն մնացածը տեսակ հանրապետության հրապարակում։ Բայց ասենք, որ շատ հզոր միջոցներ են։ Մենք իրանց նաև ժամանակին փորձարկեցինք եւ տեսանք, որ այո, իրանք ծառայելու են։ Ներառյալ այս կարգի միջոցները։